Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին եւ իհարկե հաճույքով ուզում եմ նախ եւ առաջ ասել այն մասին, որ մենք այսօր ավելի հաճախակի ձեզ կներկայացնենք վաղարշաբաթ խոշորացված համայնքի տեխնացուներին, մարդկանց, որոնց հետ իհարկե հատկապես վաղարշաբաթի բնակիչները շահագրգռված են հանդիպել թեկուզ եւ եթերում։ Եվ այսօր այդ հաճելի, այսպես ասած, շարքի առաջին հյուրն է Արտյոմ Սիմոնյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն։ Ես պիտի ասեմ, որ Արտյոմ Սիմոնյանը վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի տեխնացու է առաջադրվել համայնքական ճակատ կուսակցությունից։ Եվ նա պայստազորի գնդապետ է, շատ հետաքրքիր մի անձնավորություն, ով կարծում եմ նաև շատ հետաքրքիր ինքնատիպ ճանապարհ է անցել, այդ մասին մենք մեր զրույցի ընթացքում կխոսենք, բայց նախ այսպես առաջին հարցը ձեզ։ Այսքան երիտասարդ եւ արդեն գտնվում եք պայեստազորի գնդապետի կարգավիճակում, ինչու այդքան շուտ։ Երկար տարիներ ծառայել եմ զինված ուժերում, որից 15 տարի ծառայել եմ Արցախում, Եղնիկներ զորամասում եւ այնուհետև ծառայությունը շարունակել եմ Հայաստանյան հատվածում, 2-րդ բանակային կորպուսում եմ պաշտոններ զբաղեցրել, 5-րդ բանակային կորպուսում մարտական գործողությունների ժամանակ ծառայել եմ 2-րդ բանակային կորպուսում եւ այնուհետև առաջխաղացման կարգով նշանակվել եմ Պաշտպանության նախարարությունում, կենտրոնական ապարատում, որպես բաժնի պետի տեղակալ, մի 6 ամիս ծառայելուց հետո, մոտ 6 ամիս, նշանակվել եմ ավելի բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով, զբաղեցել եմ զինված ուժերի սպաների համալրման բաժնի պետ, վարչապետի տեղակալի հաստիքը, այնուհետև զբաղեցրել եմ բանակի զինված ուժերի բարոյական ապահովման վարչապետի տեղակալի հաստիքը, որի 25 թվականի փետրվար ամսին իմ կամքին հակառակ արձակվել եմ զինված ուժերի պայեստազոր։ Պատճառը քաղաքական է։ Ես բարեխիղճ եմ ծառայել, ընդհանրապես երբևիցե մեկ կարգապահական տուժ չեմ ստացել, որևէ քրեական գործերով չեմ անցել, անբիծ է իմ ծառայությունը, պարոն Ղուկասյան։ Դուք բաց եք քաղաքագծերը, որտեղ դուք մի հերոստալիկում եք, որտեղ բաց է ամեն ինչ, այսպես անկեղծ խոսենք։ Խնդիրը եղել է իմ քաղաքական հայացքները, որ ես միշտ ընդդիմացել եմ սխալ որոշումներին, սխալ գործելակերպին եւ կապեցին ինձ գեներալ Կարապետյանի հետ, որ ես նրա մտերիմն եմ։ Ես մտերիմ եմ Տիկին Գևորգյան, Նաիրա Գևորգյանի հետ, բայց երբևիցե չեմ իմացել համայնքական ճակատ գրասենյակի տեղը։ Եվ երկար ժամանակ կապի մեջ էլ չեմ եղել Տիկին Գևորգյանի հետ։ Իմ ծառայությունով եմ զբաղված եղել։ Ես զինվորականների, քանի որ օրենքը արգելում է քաղաքականությունով զբաղվել, դա գիտակցելով ես ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժի հետ գործունեություն չեմ ծավալել։ Մի 2 տարի առաջ էլ ասացին դու ունես դաշնակցական հայացքներ։ Իմ հրամանատարս եղել է Դավիթ Ազատի Մանուկյանը, նա իմ ավագ ընկերն է, նա իմ մարտական ընկերն է, եւ ես բազմիցս ասել եմ, ես իմ հրամանատարից երբեք չեմ հրաժարվի, որ դուք չունեք հրամանատար, չգիտեք դա ինչ է։ Դուք չեք կարա ինձ արգելեք, ես իմ հրամանատարից հրաժարվում, նա իմ հրամանատարն է, ես հետ քայլել եմ։ Եվ մեծ պատիվ է ինձ համար, որ ես ծառայել եմ Դավիթ Մանուկյանի ենթակայության տակ։ Ճիշտ է, հիմա գտնվում է Բաքվի բանտում է գտնվում, բայց հուսով ենք, որ շուտ կվերադառնա հայրենիք։
Պատճառները այդ հայացքներն են եղել, որ ես համակրել եմ, բայց գործունեություն չեմ ծավալել։ Եվ ներկայացել եմ հերթական պայմանագիրս երկարացնելու զեկուցագիր, միջնորդվել է իմ վերադաս վարչության պետի կողմից, միջնորդվել է գլխավոր շտաբպետի կողմից, այնուհետև փոխվել է գլխավոր շտաբպետի միջնորդությունը եւ ներկայացվել է պաշտպանության նախարարին զեկուցագիր, որ ես ներկայացել եմ ծառայությունը շարունակելու հերթական պայմանագիր երկարացնելու զեկուցագիր, որին դեմ եմ, առաջարկում եմ արձակել պահեստազոր, առանց հիմքերի, որևէ մեկ հիմքի, որևէ մեկ պատճառի։ Նաև իրենք խախտել են գործող օրենքը, որում իրենց մտցած վերած օրենքն է ասեմ, որ ովքեր ատեստավորվում են, նաև պայմանագիր կնքելուց հաշվի առնվում ատեստավորված լինելու հանգամանքը, բայց նրանք իրենք ինձ մշակած հաստատած օրենքն էլ անտեսելով ինձ արձակել են պահեստազոր։ Ճիշտ է, որոշեցի դատի տամ, որ դուք իմ հանդեպ անօրինականություններ եք ձեռնարկել, չունեք հիմքեր իմ պայմանագիրի չերկարացնելու, բայց քանի որ դատելը այս պահին նրանց գործելակերպն է, իրենց ոճն է, բոլորին դատենք, փակենք, ես չուզեցա հավասարվել իրենց։ Մտածեցի, ասեցի կգա նոր քաղաքական ուժ, ես իմ արդարությունը կվերականգնեմ։ Ինձ պատիվ չի պաշտպանության նախարարությանը դատի տալը, քանի որ ես այդ նախարարության զինվորն եմ եղել, ես այդ պաշտպան գերատեսչության մասնիկներից մեկն եմ եղել։ Ես գտա, որ պետք չի։ Ես ամաչեցի դատարան դիմելուց, որ զինված ուժերին պաշտպանության նախարարությանը տամ դատի։ Այո, կփոխվեն նրանք, կտամ դատի, կտամ դատարան եւ այդ իմ բոլոր զրկանքները, իմ փոխհատուցումները կստանամ դատարանով, արդար դատարան կլինի հուսով ենք, կստանանք մեղավորների հաշվից, ոչ թե պետությունից։ Պետությունը մեղք է, պետությունը չպետք է սխալ մարկանց գործելավոճի պատճառով անդադ բյուջեից դատարանների դիմաց քաղաքացիների հայցը բավարարի եւ արձատույց լինի։ Դա է պատճառը եղել։ Մեկ թղթի կտոր, որը ստորագրվել է գլխավոր շտաբպետի կողմից, այն գլխավոր շտաբպետի կողմից, որ նրան Արցախից լարեցին, զբաղեցնում էր Մարտակերտի զորամասի հրամանատարի պաշտոնը, չկայացավ, լինելով ծննդով արցախցի, նրան հանեցին պաշտոնից, վերեցին, որքան հիշում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ էր այն ժամանակ, այդտեղ դասախոս նշանակեցին, այդտենց հետո նման մարդիկ պետք են, աճեցրեցին, հիմա զբաղվում է գլխավոր շտաբպետի պաշտոնը, նորմալ է։ Ինչ են ասում, նախարարությունը միշտ խոսում էին, ասում էին տնօրենին ուսմասվար է պետք, բերել է Ասրյան Էդոյին։ Բան չունեմ ասելու, ես չեմ էլ ուզում ժամանակ ծախսեմ նման մարդկանց վրա, պարոն Ղուշկյան, պատճառը դա է։ Դե չէ, ես խնդրեցի փակագները բացեք, ես կարծում եմ, որ մեր ունկնդիրն էլ հասկացավ, թե այսօր ինչպեսի հյուր ունենք, մարդ, որը չի վախում ասել ճշմարտությունը եւ կարող է բարձրաձայնել անգամ այն ցանկացած հերոստալիքով։ Արտյոմ, տեսեք, ես ուզում եմ հասկանալ, ինչպես եղավ, որ դուք որոշեցիք համագործակցել համահայկական ճակատին, այդպես ասած, միացակ այդ կառույցին եւ ինչու հենց նրանց կողմից առաջարկած համայնքի ղեկավարի տեխնացու լինելու առաջարկը ընդունեցիք։ Պարոն Ղուշյան, ասեմ ինձ այլ առաջարկներ եղել են այլ կուսակցություններից վաղաշաբաթի ընտրությունների համար։ Ես մերժել եմ, թող ինձ ներեն, մերժել եմ իրենց առաջարկը։ Բայց երբ եղավ առաջարկը գեներալ Կարապետյանի կողմից, ես առանց թեկուզ մեկ վայրկյան մտածելու համաձայնվել եմ առաջարկին եւ պարզաբանել եմ ինչի համար եմ համաձայն, քանի որ նոր կուսակցություն է, նոր մաքուր մարդիկ են ամենակարևորը եւ ոչ նախկին են, ոչ ներկա են, չունեն վատ անցյալ, չունեն իրենց քաղաքական դաշտում բիծ իրենց վրա, ես որոշեցի միանամ համայնքական ճակատին։
Եվ երեք մենք Պետրոս Ղազարյանի հյուրն էինք, այնտեղ կտեսնեք վաղը կհեթեր կհեռարձակվի Կիրակի օրը, կտեսնեք, որ ընդդիմությունը եւ գործող իշխանությունը չունեին հիմքեր մեր վրա ցեղ շպրտելու։ Չկար։ Ես ներողություն եմ խնդրում, դուք ինքներդ կդիտեք, հուսով եմ։ Կտեսնեք, մենք մաքուր ենք, մենք ոչ թալանել ենք, ոչ դավաճանել ենք, ոչ մի վատ բան չենք արել։ Մեր գործը եղել է հայրենիքի պաշտպանությունը։ Մենք լծված ենք եղել հայրենիքի պաշտպանությունով։ Ես զբաղված եմ եղել միայն իմ գործառույթային պարտական, ինձ չի հետաքրքրել բիզնես, ինձ չի հետաքրքրել քաղաքականություն։ Ես պետությունից ստացել եմ իմ հասանելիք դրամական բավարարումը, բավարարվել եմ դրանով։ Իսկ համաձայնվեցի եւ ուզում եմ, ես ցանկություն ունեմ, մեծ ջիղ ունեմ ներկապահին ընտրվելու դեպքում, սիրելի վաղաշապատցիներ ինձ ձայն ինձ վստահելու դեպքում, ես ծառայելու եմ, ես երեք ասացի, մենք եկել ենք ծառայելու, Հայքի ղեկավարը դա ծառա է, դա ղեկավար չի, դա առաջնորդ է, ծառայել ենք մենք մեր ազգին, սահմանում ենք ծառայել ենք զինված ուժերում, ծառայել ենք կենտրոնական ապարատում, եւ հիմա ծառայել ենք մեր համայնքին, դա համայնքի մեր քաղաքացիները տեսնելու են, դա զգալու են իրենք, զգալու են մեր կատարած բարեփոխումները, տեսնել են, որ դա արդարություն է, այստեղ իմ, քո, ծանոթ, խնամի բարեկամ չկա։ Մենք մաքուր ծառայելու ենք, մաքուր աշխատելու ենք համայնքում եւ մեր քաղաքացիներն մենք հուսախաբ չենք անելու, ի բարօրություն մեր համայնքին, հոգեվոր կենտրոնին։ Ասենք ընտրվում եք համայնքի ղեկավար, այդ դեպքում ինչ եք առաջարկելու ձեր համայնքի բնակիչներին։ Մեր համայնքի բնակիչներն մենք առաջարկելու ենք, ներհամայնքային խնդիրները մենք լուծելու ենք։ Եկեղեցու համայնք հարաբերությունը մենք բարձրացնելու ենք։ Արտաքին հարաբերություններ ենք ունենալու մեր քույր քաղաքների հետ։ Մենք կապերը ավելի ենք ամրապնդելու զարգացած քաղաքների, եվրոպական քաղաքների հետ։ Տարածքային զարգացում, շինարարություն, տրանսպորտ, մենք բարեփոխելու ենք բոլորը։ Կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտում մենք մեծ աշխատանքներ ենք տանելու, սպորտ, երիտասարդություն։ Այս պահին Էջմիածին քաղաքը չունի մարզադաշտ չունի, անմխիթար վիճակում է, մենք ունենք լավ տարածքներ, մենք առողջապահության սոցիալական ոլորտում ենք բարեփոխումներ անելու, տնտեսության, գյուղական համայնքները, չէ՞ որ վաղաշաբաթ խոշորացած համայնքի մեջ մտնում են 18 համայնքներ, 17-ը Խոյ համայնքի գյուղական համայնքներն են եւ 18-րդը դա Ոսկեհատ համայնքն է, որը ներկապային վաղաշաբաթ խոշորացած վաղաշաբաթ համայնքի մեջ է մտնում։ Մեր գյուղացիները դա ազգալու են, մեր գյուղացիների կողքին են կանգնելու, թե գյուղատնտեսության զարգացման, թե տնտեսության, թե ներդրումային համակարգի, բարեփոխումների, մենք շատ գործեր ենք անելու։ Մենք երեք պարոն Պետրոս Ղազարյանը հարցվեց, որտեղից եք անելու, որ ինչ ասում եք, ասացի մենք չենք ուտելու։ Մենք ներդրումային ծրագիր ենք բերելու, մեր գործընկերները արտասահմանցի, մեր ղեկավարը ունի շատ մեծ, դուք ճանաչում եք, շրջապատ ներդրումներ լինելու են, պարոն Կարապետյանը ամեն ինչ անելու է, ես վստահ եմ, որ մենք զարգանանք միանգամից, որ վաղաշաբաթ խոշորացած համայնքը լինի օրինակ Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի երկրների համար։ Մենք զբոսաշրջությունը այս պահին հանգած է վաղաշաբաթում, քանի որ ամեն օր մենք տեսնում ենք մամուլով եթերով, որ մեր իշխանությունը ցեխ է շպրտում եկեղեցի, վաղաշաբաթը հայտնի է ինչով եկեղեցիներով, 1700 տարվա եկեղեցիով, մեր Սուրբ քաղաքը, մեր հոգևոր կենտրոնը այս պահին գտնվում է բարոյալքված, գտնվում է հոգեբանական ծանր ճնշման տակ։ Մենք թույլ չենք տալու, մենք զարգացնելու ենք ամեն ինչ, մենք բարեկարգելու ենք, Էջմիածին քաղաքը պետք է լինի եւ նրա գյուղական համայնքները օրինակ տարածաշրջանի համար։
Այն դեպքում, ասենք, եթե դուք չընտրվեք ղեկավարի պաշտոնում, բայց մնաք որպես ավականի, այդ դեպքում ունեք նույնպես առաջարկներ։ Այդ դեպքում ես չեմ հանձնվելու, պայքարելու եմ, մեր ծրագրերը մենք առաջ ենք քաշելու։ Դա տեսնելու է իմ համայնքի բնակիչը, դա տեսնելու է ինձ ձայն տվողը։ Ես բնավորությամբ չհանձնվող տեսակ եմ։ Ես ինչ նպատակ իմ առջև դնում եմ, գրեթե 100%-ով հասել եմ իմ դրած նպատակներին։ Ես չեմ հանձնվում։ Ես վախենում եմ միայն Աստծուց։ Եվ Աստված ինձ օգնական, Աստված ինձ հետ է լինելու, Աստված ինձ հետ է։ Ես դա վստահ եմ։ Պարոն Սիմոնյան, դուք ձեր ծառայությունը սկսել եք Արցախում եւ այդ մասին հաճույքով խոսում պատմում են նաեւ ձեր կուսակից ընկերները։ Այ հետաքրքիր է, ինչ ճանապարհ եք անցել միջև գնդապետի պաշտոնը ստանձնել։ Պարոն, ես Արցախում ծառայել եմ 2001-ից 2003 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայող, որից հետո իմ հրամանատարների միջնորդությամբ, խնդրանքով ծառայությունը շարունակել եմ զորացրվելուց հետո։ Զբաղեցել եմ տարբեր պաշտոններ, հրամանատարական պաշտոններ, եւ մի ժամանակ այսպիսի բան կար, զորամասում ասում էին մեր սպաները, ընկերները, մեր ծառայությունը առաջ խաղացումը տարիներով է, Սիմոնյան Արծոմին ժամով աճում է, ջրում են մեծանում է, բարձրանում է։ Լավ եմ ծառայել, պարոն Ուշյան։ Ես չեմ սպասել ինձ խնդիր դնեն։ Ես իմացել եմ, գիտակցել եմ, որ այս խնդիրը պետքա կատարվի, թե այդ գործը պետքա արվի, ես մեծ սիրով իմ զինվորների հետ, ես ունեցել եմ իմ ենթակայության զորամասում մենք վատ զինվոր չենք ունեցել։ Դաժե շատ ժամանակ բան էին անում, ասում էին դուք վատ զինվորներին թաքցնում եք ձեր։ Ասում եմ չէ, մեր զինվորները շատ լավն են։ Մենք չունենք վատ զինվոր։ Մեր կարգապահական մեկուսանում զինվորներ չէին գնում, որովհետև նրանք լավն էին, նրանք բարի էին, նրանք քաջ էին, նրանք ծառայում էին, նրանք գիտակցում էին որտեղ են, իրենց ինչ խնդիր է վստահված։ Շատ ժամանակ ինձ ասում էին, այս բան երկրի ղեկավարը, որ գնում է մարտական հերթապահություն, զինվորներն ասում են, երկրի տերը մենք ենք, մեր նախագահան չի, մենք կանգնած ենք Թուրքիա առաջ, ուրեմն մերն է։ Իմն է այս Հայաստանի Հանրապետությունը, զինվորներն էին ասում եւ շատ ուրախ էի։ Ես պատկերացնում եմ, թե Արցախը կորցնելուց հետո ինչ ապրումներ եք ունեցել։ Արցախը կորցնելուց 2020 թվականի սեպտեմբերի մինչև 19, եթե չեմ սխալվում, ճիշտ եմ հիշում, կամ 18-ը ես իմ երեխաների հետ գտնվել եմ Եղնիկների զորամասում, Տոնաշեն գյուղում, այնտեղ ունենք մենք լավ տատիկ պապիկներ, լավ հարազատներ, մշտապես այցելել եմ, վերջին անգամ Արցախում եղել եմ սեպտեմբերի 19-ին, լավ հիշում եմ, 20 թվականի սեպտեմբերի 19-ին, դաժե նույնպես իմ երեխաները գիտեն Արցախը, իմ երեխաները գիտեն իրենց հայրիկը որտեղ է ծառայել։ Ես շատ մեծ ցավ եմ ապրել Արցախի կորցնելու դեպքում, բայց ես վստահ եմ, որ մենք գնալու ենք Արցախ, վերադարձ լինելու է անպայման լինելու է, ես ասերյան Էդոն չեմ, որ վախենամ ասեմ։ Տեսեք, մի հարց եմ ուզում տամ, քանի դուք զինվորական եք, արդեն ասեցի Պայստազորի գնդապետ, ինչպես եք գնահատում մեր բանակի ներկա իրավիճակը, մասնավորապես այն բանից հետո, երբ ծառայությունը 2 տարուց դարձրեցին 1.5 տարի։ Բանակի վիճակը գնահատեմ բավարար գնահատեմ։ Ինչ է փոխվել բանակում։ Ընդդիմությանը մեղադրում են գործող իշխանությունը, որ ձեր ժամանակ դիրքերը կահավորած չէր, ձեր ժամանակ ներողություն տուշոնկայի բանկաներ եք կախում, իսկ հիմա ինչն է փոխվել բանակում։ Կահավորված է մեր դիրքերը։ Նույն վիճակն։
Փոխարենը մեր ճշնամին Մեր ճշնամին զինվում է, զարգանում է, մեր ճշնամին, որտեվ նրանք ուզում են զարգանալ, նրանք ուզում են ունենան ուժեղ բանակ, բայց արդյոք մենք ուզում ենք։ Մեր պաշտպանության նախարար տեղակալ Արման Սարգսյանը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ վարժական հավաքները մենք պետք է շատացնենք, պատժենք, քրեական գործ հարուցենք վարժական հավաքներին չգալու, քանի որ մեր եղած քանակը չի բավականացնում խնդիրը կատարելուն։ Եվ դրանից հետո ազգային ժողովի ամբիոնից նույն ամբիոնից հնչում է կառավարությանից հնչում է, որ բանակի ժամկետը մենք կրճատում ենք տարին 1.5 տարի։ Դե դա ժողովուրդը հասկանում է, դա հանրությունը հասկանում է, դա ընտրություններ է համապետական լինելու, թեպետ վարչապետը հերքեց, որ դա կապ չէ, պաշտպանության նախարարը հերքեց, որ դա կապ չունի ընտրությունների հետ, բայց ես հասկանում եմ ընտրությունների նախաշեմի պատրաստում են իրենք արդեն, որ ծնողները մտածեն էս ուժը մնաց, մեր երեխեքը կգնան 1.5 տարի կծառայեն, 2 տարի չեն ծառայի։ Բայց թե հետո դրանից հետո 2-3 տարի հետո ինչ կլինի իրենց հետ, դա չեն մտածում։ Այո, շատ ցավալի է իհարկե, եթե չունես ուժեղ բանակ, չես կարող լինել հզոր պետություն։ Բա եթե մենք չունենք խնդիր համալրման հետ, ախր ես զբաղեցել եմ այդ պաշտոնը, ես լավ գիտակցում եմ։ Ես զբաղեցել եմ զինված ուժերի համալրման վարչության պետի տեղակալի հաստիքը։ Բայց լավ գիտեմ դա ինչ։ Եթե մենք չունենք խնդիր, սարքում ենք տարին 1.5 տարի, ինչ համար եք վարժական հավաքներ անում։ Եթե ունենք խնդիր, ինչի համար եք սարքում տարին 1.5 տարի։ Չեմ կարող ասել, թող գնահատականը տա մեր հանրությունը, թող մեր հանրությունը մտածի։ Արդյոք մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում ապրենք, թե մի օր արթնանալու ենք արցախահայերի նման ստիպված լինենք մեր առաջնահերթ փաստաթղթերը վերցնենք եւ դուրս գանք։ Թող մտածեն։ Դա միայն համայնքական ճակատ կուսակցության խնդիրը չի, դա իմ խնդիրը չի, դա ամբողջ հանրապետության խնդիրն է։ Թող նրանք մտածեն։ Իրենց պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա ուժեղ բանակ, թե պետք չի։ Ես իհարկե հասկանում եմ նաև ձեր տրամադրվածությունը, որտեղ դուք շատ իսկապես հրաշալի ճանապարհ անցնելով որպես զինվորական, այնուհետև եկաք մի իրավիճակի, որի հետ երբեք նորմալ մարդը չի կարող հաշտվել։ Բայց ուզում եմ, որ ընտրություններից առաջ դուք հավաքվեք, որտեղ ձեր համայնքը, խոշորացված համայնքը իսկապես շատ կարևոր է եւ դիմելով հատկապես համայնքի բնակչությանը, սիրելի բարեկամներ, աշխատեք չսխալվել, ընտրել այն մարդկանց, ովքեր իսկապես ասելիք ունեն, անելիք ունեն եւ ովքեր կարող են այդ վիճակից հանել։ Իսկ ձեր համայնքը այնպիսի հզոր համայնքներից մեկն է, որտեղ իսկապես արժանի ղեկավար է պետք։ Ինչ կուզենայի քրաժեշտից առաջ ասել։ Ես կուզենայի դիմեի վաղաշաբաթ խոշորացած համայնքի իմ հայրենակիցներին բնակչությանը, ընտրեք համար 2-ը, համայնքական ճակատ կուսակցության տեխնացու Արտյոմ Սիմոնյանին եւ սիրելի հայրենակիցներ, մենք անելու ենք ամեն ինչ։ Մենք անելու ենք այն, ինչին որ դուք չեք հավատում։ Մենք անելու ենք այն, ես անելու եմ այն, որի միջով ես անցել եմ։ Ես ապրում եմ եւ Էջմիածին քաղաքում եւ ապրում եմ Աղավնատուն գյուղում։ Ես լավ գիտեմ մեր համագյուղացիների խնդիրը, ես լավ գիտեմ մեր համաքաղաքացիների խնդիրը։ Ես ամեն օր տեսնում եմ։ Խնդրում եմ ընտրել ինձ համար 2 համարին։ Դե ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։ Ես հույս ունեմ մենք առաջիկայում առիթ կունենանք մեկ անգամ էլ հանդիպելու, որտեղ ընտրությունները իսկապես շատ կարևոր են եւ սիրելի բարեկամներ, ամենակարևորը որ չսխալվեք, ճիշտ ընտրություն կատարեք, որտեղ եթե սխալվում ես, կարող ես հայտնվել այսպիսի տխուր իրավիճակում։ Իսկ մարդիկ, որոնք այսօր գնում են նոր ընտրության, ուզում են ինչ-որ բան բարեփոխեն։ Մաղթենք նրանց հաջողություն։ Մեր հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Արտյոմ Սիմոնյանն էր, համայնքական ճակատ կուսակցության ներկայացուցիչը, ով առաջադրվել է վաղարշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարի տեխնացու։ Այսօր այսքանը, սիրելի բարեկամներ, ցտեսություն։